Քրիստոսի խաղաղությունը ծեր հետ լասիներս մեր այսօրվա նույնն է Սուրբ Հոգին կալուստը Սուրբ Հոգին կալուստը քրիստոնեական եկեղեցու ապրած մեծակույն դեպքերն մեկն է որտեղ այն օրներ եւ աշակերտները լեցվեցան Աստծո զորությամբ եւ ապետարանի պատգամը սկսավ տարածվել ամբողջ աշխարհին մեջ Սուրբ Հոգին պարզապես զորություն կամ նշանը չէ, այլ Սուրբ Երորդության երրորդ անձն է, Աստծո Հոգին, որ կգործե եկեղեցու եւ հավատացյալների կյանքի մեջ։ Մինչ Հիսուս Քրիստոս եկին պիտի բարձրանար, իր աշակերտներուն խոստացավ ասելով, թե անոնց պիտի ղրկե մխիթարիչը, այսինքն Սուրբ Հոգին, որպեսզի հավիտյան իրենց հետ մնա եւ առաջնորդի զանոնք ամբողջ ճշմարտության մեջ։ Անոնց նաև պատվիրեց սպասել իր սաղմի մեջ, մինչև որ վերևեն եկող զորությամբ զգեստավորվին։ Եվ հոգեգալուստի օրը, մինչ աշակերտները մեկ սրտով աղոթքի մեջ հավաքված էին, երկինքեն հզոր հովի մպես զայմը լսվեցավ։ Եվ կրակի լեզուները երևցան եւ հանգչեցան յուրաքանչյուրին մեր վրա։ Ապա բոլորը լեցվեցան Սուրբ Հոգիով եւ սկսան խոսել տարբեր լեզուներով։ Ինչպես հոգին գուտար իրենց արտահայտվին։ Այս դեպքը միայն հատնի հրաշքն չէ, այլ եկեղեցու նոր կյանքի սկիզբը։ Վախը որ լեցված էր աշակերտներուն սիրտերը, փոխվեցավ մեծ համարձակությամբ։ Տկարությունը դարձավ զորություն, իսկ վստահությունը կենդանի հավատք։ Պետրոս առաքյալ Սուրբ Հոգին գալուստեն ետ կանգնեցավ ժողովրդին առջև եւ մեծ համարձակությամբ քարոզեց, մինչ նախապես վախեցած էր։ Իր քարոզության միջոցով հազարավոր մարդիկ հավատացին Քրիստոսի եւ մկրտվեցան եւ այսպես ծնավ առաջին եկեղեցին։ Սուրբ Հոգին է որ կսվագործե մարդը եւ ներսեն կփոխե անոր սիրտը։ Ան սիրո սերմ դացանե ատելության փոխարեն, խաղաղություն խռովության փոխարեն եւ հույս հուսահատության փոխարեն։ Եվ Սուրբ Հոգին բնակությունը կհաստատե մարդուն մեջ զինք Աստծո Սուրբ վաճառը կդարձնե։ Սուրբ Հոգին նաև մխիթարություն եւ զորություն կտա հավատացյալին փորձություններուն եւ նեղություններուն մեջ։ Եվ մարդը տկարանա կամ շվարի Սուրբ Հոգին կարողանա զինք կլուսավորե իր ճամփան եւ իմաստություն ու հասկացողություն կտա իրեն։ Սուրբ Հոգին նաև աղոթքի մեջ կգործե, որովհետև ան կսովեսնե հավատացյալին, թե ինչպես աղոթել մաքուր սրտով եւ անկեղծ հավատքով։ Իսկական աղոթքը միայն բառեր չեն, այլ կենդանի հաղորդակցություն Աստծո հետ, զոր Սուրբ Հոգին գարաժորդե։ Սուրբ Հոգին պտուղներն են սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնամություն, քաղցրություն, բարություն, հավատք հեզություն եւ ժուժգալություն։ Ամեն մարդ, որ Աստծո հետ կապրի իր առօրյա կյանքին մեջ, ցույց կտա այս պտուղները իր խոսքերուն եւ արարքներուն մեջ։ Սուրբ Հոգին քալուստը միշտ մեզի կհիշեցնե, թե Աստված իր եկեղեցի մենակ չի ցկած, այլ տակավին ներկա է անոր մեջ եւ զորությամբ կգործե մինչեւ այսօր։ Սուրբ Հոգին կղեկավարի եկեղեցին, կպահպանե զայն եւ իսկական կյանք կշռե անոր։ Մենք ամեն օր կարիք ունենք Սուրբ Հոգին գործին մեր կյանքի մեջ, որպեսզի արմաքրե մեր սիրտերը, նորոգե մեր միտքերը եւ առաջնորդե մեզ սրբության ճամփուն մեջ։ Մարդը առանց Աստծո տկար կմնա, բայց եւ լեցվի Սուրբ Հոգիով կկարողանա ապրել հավատքով եւ սիրով։ Ահա թե ինչու պետք է շարունակ խնդրենք Սուրբ Հոգիի ներկայությունը մեր կյանքի մեջ աղոթքով, ապաշխարությամբ եւ Աստծո խոսքին ընթերցումով։ Սուրբ Հոգին չի բնակել չարության եւ ատելության լեցուն սրտի մեջ, այլ խոնար եւ մաքուր սիրտի մեջ։ Եվ վերջապես Սուրբ Հոգին քալուստը կմնա ուրախության, զորության եւ նոր սկիզբի տոնը, որտեղ ան կհրճակե թե Աստված կենդանի է եւ շարունակ կգործե իր զավակներուն մեջ։ Ուստի թող բանանք մեր սիրտերը, Սուրբ Հոգին գործին արջև, որպես անլեցնե մեզ իր շնորհքով եւ առաջնորդե մեզ Սուրբ կյանքի մը, որ հաճելի է Աստծո եւ լի սիրով ու խաղաղությամբ։ Ամեն։